Այս ընտրություններին էլ հիմնական թեմաները լինելու են Արցախի կարգավորումը, սոցիալական քաղաքականությունը, տնտեսությունն ու երիտասարդությունը։ Քաղաքական խոստումների ամենահյութեղ մասը բաժին է ընկնելու նոր սերնդին, ու հենց այդ սերունդն էլ փորձելու են ներգրավել դեպի իրենց թիմեր ու կուսակցական ցուցակներ։ Կուսակցական երիթևը ամենալուրջ քաղաքական ակտիվն է, չէ՞ որ հենց նրանք են, որ անվճար աշխատում են շտաբերում, թերթիկներ բաժանում, կազմակերպում քարոզարշավը, անում ամբողջ, այսպես ասած, չար-քարշ գործը։ Մանու Իրիցյանն է ուսումնասիրել, թե ինչ տեսք ունի կուսակցական երիթևը և ինչպիսի պոտենցիալ կա կուսակցական ֆունկցիոնարների մարդկային ռեսուրսների բազայում։ Լենինը որպես առաջնորդ, կարգախոսն էլ ամփոփող հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ։ Կոմկուսի կոմերտ միությունը պատրաստ է ամեն մի երիտասարդի ճիշտ ուղու վրա դնել։ Լավ աշխատանքային պայմաններով, հաճելի միջավայրով մոտիվացնել չեն կարող, փոխարենը կառաջարկեն անվճար կրթություն, առողջապահություն ու նույնիսկ բնակարան։ Սա հետո, իսկ հիմա ամենօրյա կուսակցաշինություն։ Ավագ տարիքի ընկերները զբաղված են իրենց գործով, իսկ երիտասարդները ավելի շատ ոնց որ ասում են տանել բերել վազել։ Կոմունիստ դառնալու գլխավոր նախապայմանը սոցիալիստական գաղափարախոսությունն է, գլխավոր օրինակն էլ կուսակցության հիմնադիրը։ Միևնույն է մնում է մեր կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Ընտրություններին մեծ եռանդով ու սպասումներով է պատրաստվում, լսել են, որ գաղափարական պայքար է լինելու, իրենք պատրաստ են։ Երիտասարդներն Սոցիալիստական գաղափարներով ու Լենինի փորձով երիտասարդներին գրավել ստացվում է, թե քանիսին ընկեր երջանիկը նախընտրում է լռել։ Գաղտնիքը։ Ասեք, արեք, չբացենք փակագծերը։ Շատ է, թե քիչ է։ Ամեն ուիկենդ այստեղ մարդաշատ է, վերածնունդի կուսակցական երիտասարդների ուրբաթ երեկոն մինչև կիրակի զբաղված է նախընտրական հավաքներով։ Այսօրվա հանձնարարականի համար ավելի շատ աշխատանք կպահանջվի 200 երիտասարդի դարձնել վերածննդական մեկ շաբաթում։ Ես 25 տարեկան եմ, երիտմիությունն եմ ղեկավարում, ինչպես նաև արդեն պատգամավորության թեկնածու եմ առաջադրել։ Ամեն մի նախկին օեկական կարող է բերել տասնյակ հիմնավորումներ, թե ինչու է պետք մտնել հենց իրենց շարքեր։ Պաշտոն չստանան էլ ներկուսակցական ղեկավարներ կդառնան ու կդառնան։ Օրինակ կարող են բերել հենց մեր ղեկավարին, Արտուր Բաղդասարյանին, 23-24 տարեկանից միտք է գործել ակտիվ քաղաքականություն, 10 տարի, 32-33 տարեկանից եղել ազգային ժողովի նախագահ, անվտանգության խորհրդի քարտուղար, երիտասարդ տարիքում, այս լավ օրինակ։ ԲՀԿ-ում երիտկուսակցականի նմուշ օրինակով առաջնորդվում է ամեն մի երիտասարդ։ Մեր երիտասարդների միության ղեկավար կազմի անդամներն են, Արման Կարապետյան, խնդրեմ իրենք արդեն ներկայանան։ Չեն վախենում նոր առաջարկներից ու հավատում են, որ մի օր էլ իրենք կլինեն մեծ քաղաքականությունում։ Երիտասարդներս ակտիվորեն մասնակցում ենք այդ աշխատանքներին։ Երիտկուսակցականներն անհամբերությամբ են սպասում ընտրական ցուցակներին, իրենց անունները դժվար թե գտնեն, նրանց դեռ միայն նախապատրաստական աշխատանքներ են վստահում։ Այս պահի դրությամբ աշխատանքային քննարկում է կազմակերպվում։ Թեմայով Դե գաղտնիք չի լինի, որ ապրիլի 2-ին արդեն կանալիք ընտրությունների հետ կապված երիտասարդ ԲՀԿ-ականների ավագ գործընկերն ու երիտ թևի ղեկավարն է, քանի այստեղ չէ ոգեշնչվում են լուսանկարով, եթե լավ աշխատեն, մի օր իրենք էլ կզբաղեցնեն, թեկուզ կուսակցական պաշտոններ։ Հեմականները հպարտանում են, իրենք հայրենասեր են ոչ միայն լսած երգերով կամ վերամբարձ կարգախոսներով, դաշնակցական պետք է լինել կենսակերպով։ Ամեն մի նորակոչիկի երկար զննում են, ամուր ֆիզիկապես ու գաղափարապես, ճկուն մտքով ու գիտելիքով։ Եթե առաջնորդի անխաթար օրինակ ուզեք, ձեզ կուղեկցեն այս սենյակ։ Կուսակցության հիմնադիր երեք գործիչների հիմնականում Ռոստոմը, Քրիստափոր Միքայելյանը, Արամ Մանուկյան։ Գրադարանն առաջին ու հիմնական ժամանցի վայրը պետք է լինի ամեն մի երիտասարդ դաշնակցականի համար, նախ կարդալ, հետո պատմել մյուսներին։ Լավ կլինի, եթե հեղափոխական խառը դրությունը անցնելու լինի հրաժարական 10 ոստիկանապետի պաշտոնից։ Այստեղ կուսակցաշինությամբ զբաղվում է ամեն մի երիտասարդ, հպարտանում են հանրապետական կուսակցության 35%-ը հենց իրենք են երիտասարդները։
Կարծրատիպը, թե կուսակցական երիտասարդները զբաղվում են միայն սեփական կարիերայի ապահովմամբ եւ ընդունում են ղեկավարության որոշումները, այդքան իրականություն չէ։ Մենք իրոք մասնակցում ենք քաղաքականության որոշմանը։ Տարիքը երկրորդական է, սա լավ գիտի ամենահայտնի կուսակցական երիտասարդը։ Ինձ են հարցնում որպես կառույցի ղեկավար, մինչև որ տարիքն է, տենց սարկազմով ինչ որ հարցադրում կա, տարիքային առանձնահատկությունները այդքան կարևոր չեն։ Քաղաքական իմիջի ձևավորումը Ամենանուրբ մանրուքները, ամենաակնհայտ ձախողումները քաղաքական գործիչ դառնալ սովորում են այստեղ հայկական առաջին քաղաքական դպրոցում։ Հանրապետական կուսակցության գաղափարն է, բայց ոչ միայն ՀՀԿ երիտասարդների համար։ Նրանցից շատերն արդեն երիտկուսակցականներ են, մյուսները դեռ սովորում են ինչպես դառնալ քաղաքական գործիչ։ Նորընտիր ինքնավստահ ու խոստումնալից բոլոր շանսերն ունի քաղաքականություն կամ գոնե կուսակցության երիթ մտնելու համար, բայց դեռ միայն մայրբուհի ուսանողական խորհուրդն է ղեկավարում։ Երիտկուսակցականների առաջին քայլերը հենց ուսխորհրդում են լինում։ Ես ընտրվել եմ բոլոր կուրսերում եղած ընտրությունների արդյունքում ընտրվածների կողմից, ընտրված մարդկանց կողմից։ Նրան ճանաչում են որպես ամենահայտնի ու ամենահաջողակ երիտկուսակցականի, արդեն նախկին երիտ ՀՀԿ-ականի համար ժամանակը շատ արագ անցավ։ 2001-ին մտավ կուսակցության շարքեր, մի քանի տարի անց պատգամավոր, նախարար ու կուսակցության փոխնախագահ։ Երբ որ ես հիշում եմ ինչ ճակերտավոր, հալածանքների են ենթարկում են երիտասարդները, բարձր գոռալ, անպատե ակտիվություն, տարրական բաներ, որոնք երիտասարդ տարիքում գուցե հաշվի չես առնում։ Աշոտյանի գաղափարն է կուսակցական ամբիոն հենց կուսակցությունում։ Երիտկուսակցականների համար սա երազանքների բեմ է, որի վրա ոտք դնելու համար Աշոտյանը խորհուրդ է տալիս։ Ոչ թե ինչ անել, այլ ինչ չանել։ Աշոտյանական դիալեկտիկան խելացի, բայց ոչ մեծամիտ, ինքնավստահ, բայց ոչ փառասեր, հավակնոտ, բայց համբերատար։ Մի քիչ սոցիալիստ, ավելի համարձակ, ֆիզիկապես ամուր, ակտիվ, բանիմաց եւ հարազատ առաջնորդի պատկերով։ Ահա երիտասարդ կուսակցականի ու ապագա քաղաքական գործչի մերօրյա ֆոտոռոբոտը։ Մանուիլիցյան, Ալբերտ Գալստյան, Post Factum։